Բարև ձեզ հարգելի լրագրողներ, շնորհակալություն, որ արձագանքել եք մեր հրավերին, եկել եք այսօր մեզ հետ եք եւ քարոզարշավի ողջ ընթացքում լուսաբանել եք մեր քարոզարշավը, մեր գաղափարներն եք ներկայացրել եւ հարթակ եք տրամադրել մեզ մեր գաղափարները ներկայացնելու եւ ներկայանալի լինելու համար ավելի շատ, սակայն այսպիսի մի փոքրիկ նախաբան ես ցանկանում եմ համեցեք Ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել մեր ընտրողներին, այն 33,537 մարդուն, ովքեր մեզ վստահել են, մեզ ձայն են տվել, իրականում նրանց թիվը ավելի շատ է եղել, սակայն գիտեք վերջին զարգացումների արդյունքում մենք ունենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆիքսված այս թիվը մեր ընտրողների, բացի այդ եղել են անվավեր քվեաթերթիկներ եւ ես իսկապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, բոլոր այն անձանց, ովքեր վստահել են 2 ամիս պատմություն ունեցող կուսակցությանը եւ ձայներ են տվել մեզ, մեր ճանապարհը գնահատել են մեր թիմի աշխատանքը։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր թիմին, որը կուր միասնական գործել է այս ամբողջ ընթացքում եւ ապահովել է այս արդյունքը։ Մենք այս ընթացքում կարողացել ենք տարբեր մարզերում, տարբեր վայրերում ցանց ձեռք բերել մարդիկ, ընկերներ, գործընկերներ, գաղափարակիցներ եւ մենք պահպանելու ենք այդ ցանցը ու զարգացնելու ենք եւ հետագայում ավելի լավ ենք ներկայացված լինելու տարբեր համայնքներում։ Բացի այդ շատ ուրախալի է այն հանգամանքը, որ եղել են համայնքներ, եղել են համայնքներ, որտեղ մենք գրասենյակներ գուցե չենք ունեցել եւ ավելի թույլ ենք ներկայացված եղել, սակայն այդ մարզերից, այդ տարածքներից նույնպես ձայներ ենք ստացել, հետեւաբար նշանակում է, որ մեզ ամբողջ հանրապետությունում են հետեւել եւ գնահատել են մեր կատարած աշխատանքը։ Հատկապես իմ շնորհակալությունն եմ հայտնում եւ շատ բարձր եմ գնահատում մեր դաշնակից եւ գործընկեր Շանթ Դաշինք կուսակցության գործընկերությունը մեզ հետ եւ նրանց աշխատանքը, մեր փոխադարձ ձևավորած կապը, իսկապես դաշնակցային գործընկերային հարաբերություններ ենք ունեցել Շանթ Դաշինք կուսակցության հետ եւ շարունակելու ենք այդ գործընկերությունը եւ հատկապես շնորհակալություն եմ հայտնում Շանթ Դաշինք կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանին, ում հետ ձևավորվել են շատ լավ, շատ ջերմ ընկերային հարաբերություններ, ինչպես նաեւ նրանց ողջ թիմի հետ։ Մեզ միացած մյուս ուժերին, դրանցից ուզում եմ նշել առաջ արժանապատվության շարժումը, ովքեր մեր գործընկերներն են եւ նրանց հետ նույնպես լավ աշխատել են եւ միացած մեզ մյուս հասարակական կազմակերպություններին, որոնց հետ այս ճանապարհը անցել ենք։ Այսօրվա մեր քննարկումը եւ այսօրվա մեր ասուլիսը նվիրված է հետընտրական զարգացումներին, ինչպես արդեն դուք տեսել եք որոշակի դրվագներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը եւ հետընտրական շրջանին։ Ես հիմա ձայնը փոխանցեմ պարոն Դրմյանին, պարոն Դրմյանը ներկայացնի այն ընթացքը, որը մենք ունեցել ենք հետընտրական շրջանում եւ հետո կլսենք նաեւ ձեր հարցերը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։